Բարև ձեզ հարգելի հետևորդներ, տեսահոլովակը վերաբերում է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերին։ Ինչպես գիտենք, 26 թվականի հունվարի 1-ից հետո կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերը գործատուները պարտավոր են կնքել էլեկտրոնային, իսկ մինչև 26 թվականի հունվարի 1-ը կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերը 26 թվականի ընթացքում պետք է մուտքագրվեն աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային համակարգ։ Մենք մեր օրինակով ցույց կտանք, թե ինչպես արդեն իսկ 24 թվականին կնքված և գործող աշխատանքային պայմանագիրը մուտքագրել այս համակարգ։ Այդ նպատակով մուտք ենք գործում հարկվճարողի անձնական գրասենյակ, աշխատանքային պայմանագրեր էջը, աշխատանքային պայմանագիր, նոր պայմանագիր, քանի որ մեր պայմանագիրը գործող, շարունակել և սկսում ենք լրացնել։ Պայմանագրի համարը 3, կնքման վայրը քաղաք Աբովյան, կնքման ամսաթիվը 24 թվականի սեպտեմբերի 2, այստեղ նախազգուշացնող տող է բերում, որ ամսաթիվը դաշտի արժեքը պետք է փոքր կամ հավասար լինի աշխատանք սկսելու ամսաթիվը, աշխատանքի սկսելու ամսաթիվ նշում ենք նույնպես 24 թվականի սեպտեմբերի 2 և այս նախազգուշացնող տողը արդեն չկա։ Ուրեմն անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով աշխատողի տվյալների այս մասը վիդեոհոլովակում չենք նկարահանի, բաց կթողենք այս մասը, բայց նշեմ, որ աշխատողի ՀԾՀ-ն լրացնելու դեպքում և որոնալ տալու դեպքում աշխատողի անուն, ազգանուն, հայրանուն լրացվում է, պետք է մենք լրացնենք անձնագիրը կամ նույնականացման քարտը և պարտադիր աշխատողի էլ.փոստը։ Պաշտոնը ստորագրողի մեր կազմակերպության գլխավոր տնօրենն է, անուն, աշխատանքի վայր, ստորաբաժանում եթե կա, եթե չկա կարող ենք չլրացնել, պաշտոնը, ինչ պաշտոնի աշխատապահ, աշխատանքային գործառույթները մենք արդեն սահմանած ունենք հաշվապահի համար, պատճենում ենք և տեղադրում, նշեմ, որ եթե լրացնում ենք A կետը, չենք լրացնում B կետը, եթե լրացնում ենք B կետը, չենք լրացնում A կետը, ուրեմն այսպես, եթե աշխատանքային գործառույթները սահմանվում են տվյալ աշխատանքային պայմանագրով, ապա անհրաժեշտ չէ հղում գործառույթները սահմանող փաստաթղթին, իսկ եթե մենք գործատուն ունի ներքին իրավական ակտ, որով սահմանված են տվյալ պաշտոնի աշխատանքային գործառույթները, ապա այստեղ հղում ենք կատարում գործառույթները սահմանող փաստաթղթին։ Հիմնական աշխատավարձի չափ, կեղտոտ աշխատավարձն ենք նշում, հավելում, եթե սահմանված է, հավելում ենք նշում, եթե սահմանված չէ, նշում ենք սահմանված չէ։ Հավելավճար, լրավճար, փորձաշրջան, սահմանված չէ մեր պարագայում, աշխատավարձի որոշման ձևը ամսական, պայմանագրի տեսակը անորոշ ժամկետով է կնքված, փորձաշրջան պայմաններ, փորձաշրջան սահմանվել է, մեր մոտ սահմանված չէ, փորձաշրջան, աշխատաժամանակի ռեժիմը նորմալ, շաբաթական տևողությունը 40 ժամ, 5 անգամ 8, ուրեմն արձակուրդի տևողությունը, արձակուրդի տեսակը նվազագույն արձակուրդ և 20 աշխատանքային օր։ Ստորագրողի պաշտոնը, նորից նշում ենք գլխավոր տնօրեն, ծանուցման եղանակը էլեկտրոնային,
Ստորագրողի ազգանունը։ Աշխատողի պարտականությունները ունենք սահմանված աշխատանքային օրենսգրքում, աշխատանքային պայմանագրում, որը աշխատողը պարտավորվում է։ Այստեղից մի անգամից պատճունում ենք և տեղադրում այստեղ աշխատողը իրավունք ունի։ Գործատուն պարտավորվում է։ Գործատուն իրավունք ունի։ Եթե աշխատանքային պայմանագրի ունի հավելվածի մասին նշում ենք կատարում և այլ պայմաններ, եթե ունի, դրա վերաբերյալ ևս նշումներ ենք կատարում։ Հծն լրացնեմ, որը ձեզ ցույց չեմ տա, և ուրեմն ես լրացրեցի արդեն աշխատողի անձնական տվյալները, որը վիդեոլոգում չեմ ցուցադրի, տալիս ենք պահպանել։ Վստահ եք, որ ցանկանում եք շարունակել, հաստատել։ Աշխատանքային պայմանագիրը ստորագրման ենթակա է։ Տալիս ենք ստորագրել, լրացնում ենք տնօրենի էլեկտրոնային ստորագրության հեռախոսահամարը, տալիս ենք շարունակել։ Վերջ աշխատանքային պայմանագիրը ստորագրված է գործատուի կողմից և այնուհետև աշխատակիցը պետք է գործի նրա էլ-փոստին ծանուցում կգնա, որպեսզի նա պետք է ստորագրի էլեկտրոնային ստորագրությամբ, աշխատակիցը պետք է մուտք գործի իր եկամուտների հայտարարման անձնական գրասենյակ, մուտք գործենք մեր գրասենյակ և ցույց տամ, թե որտեղ պետք է արտացոլվի նոր աշխատանքային պայմանագիրը։ Այստեղ աշխատանքային պայմանագիրի բաժին է ավելացել, այստեղ արդեն կարտացոլվի աշխատանքային պայմանագիրը և աշխատակիցը պարտավոր է ստորագրել այդ աշխատանքային պայմանագիրը։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե հավանեցիք տեսահոլովակը, խնդրում ենք հավանել և բաժանորդագրվել։